Բարև ժողովուրդ 25 միլիարդի մասին չեք մոռացել, բայց ձեր մտքերն չեմ տեսնում գրառում ենք, բայց այսօր կխոսանք Հայաստան համայնքական հիմնադրամի մասին։ Ավելի ճիշտ կխոսանք Շիրակի մարզբեդի մասին։ Շիրակի մարզբեդն այսօր գրառում էր, որ համայնքական հիմնադրամը շուտով Գյումրիում կկառուցի 50 բնակարան։ Այն դեպքում եւ մեր հիմնադրամը առաջարկում է կառուցել 12000 թվի տարբերության նայեք 12000 բնակարան։ Սա մեր հիմնադրամի առաջարկն է, բայց նրանք չեն տեսնում սա եւ գնում են դեպի Հայաստան համայնքական հիմնադրամ։ Բոլորս հիշում ենք պատերազմի ժամանակ սրանք փողեր հավաքեցին, ումտևին ու մառան ինչ երեցին, ծածկա դմպոտերին եւ կորան։ Ամենակարևոր բանը մեր սիրելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսքեր տվել, որ 2027 թվականին այլևս Գյումրիում տնագների խնդիր չի լինելու, սակայն ունենք, այն ինչ ունենք։ Հիմա բերեք մի հատ հասկանանք, ինչ է ուզում մեր հիմնադրամը եւ ինչ են մեզ ասում։ Մեր հիմնադրամի նպատակն է կառուցել Գյումրիում 12-ից 15000 բնակելի տներ, որոնցից 50%, այսինքն 6000-ը պետք է անվճար տրամադրվի Գյումրիից Գյումրեցոնց, այսինքն 2500 էսպային տոմիկներում գտնվող ժողովրդին կարևոր չէ, Վարչով են, Անոտևան են, աջող ընտանիք են, то есть մի հատ գույկագրվի եւ բաժանվի։ Նաեւ այդ բնակարարները պետք է ստանան այն մարդիկ, ովքեր այսօր ապրում են վտարային տներում եւ իհարկե այն ընտանիքները, որոնք ունեն 4 եւ ավելի երեխաներ, պետության կողմից պետք է ստանան, ավելի ճիշտ քաղաքի համայնքի կողմից պետք է ստանան 3 սենյականոց բնակարան անվճար։ Հիմա բերեք պատկերացում կազմենք, թե ինչից եք խոսում, Արթուր։ Միթե պետությունն այդքան գումար կուտա, չէ՞, մենք պետության գումարների հետ ընդհանրապես կապ չունենք, պետությունից գումար չենք ուզում։ Մենք ունենք մեկ խնդիր, արագ գործընթացը ծավալելու, то есть թույլատրական աշխատանքները, նախագծերը, մյուս, то есть այս պետության մեջ, եթե դուք ուզեք տուն շինեք մեկին նվեր տակ, առնվազն 10 կառույց պետք է անցնեք, եւ սա դեռ սկիզբն է։ Հիմա մեր մարզբեդը ուրախանում է 50 բնակարանով, բայց չի տեսնում 12000 բնակարան ժողովուրդ, 12000 բնակարան։ Դարապես մեր հիմնադրամը առաջարկություն ունի Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Մենք կապահովենք 12000 Գյումրիում բնակարան, համարյա ոչ պակաս 20000-ի աշխատատեղից Գյումրիում եւ կողքի քաղաքներում, որովհետև չի կարող Գյումրի որպես մարզկենտրոն զարգանալ միանձնյա։ Գյումրին պետք է զարգանա հարակից գյուղերով եւ քաղաքներով, քանի որ Գյումրին մարզկենտրոն է։ Սա ամենակարևոր շեշտադրումն է՝ մարզկենտրոն։ Սակայն մեզ խանգարում են բոլոր նրանք, ովքեր որ, ինչպես ասած, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված են, որպեսզի օգնեն, այլ ոչ թե խանգարեն։ Մեր հիմնադրամը շատ շուտով պրեզենտացիան կանի եւ մենք առաջարկում ենք կառավարությանը համագործակցելով մեզ հետ ապահովել 20000-ից ավել մարդկանց աշխատատեղերով 12000 բնակարան եւ իհարկե туриզմի զարգացում, ստաբիլ օրեկան 3000 տուրիստ Շիրակի մարզում։ Սա միայն մենք կարող ենք անել մեր հիմնադրամը, բայց արեք տեսեք խանգարող պաշտոնավորներ ունենք։ Այս դեպքում Շիրակի մարզբեդ Արուշանյան Դավիթ։ Ուստի մենք մի փոքր պետք է մեր ծրագրերից հետ գնենք, մինչև ունենանք նոր մարզբեդ։ Հույսով եմ Նիկոլ Փաշինյանի գլխու մեջ ինչ-որ բան չի խաղա եւ նոր մարզբեդը չի ելնի Սարիկ Մինասյանը։ Դա արդեն կերմի աբսուրդ։ Հներից է չենք ուզել, որովհետև Շիրակի մարզը ամենաշատ մարզբեդ փոփոխող մարզն է։ Կուկան հեշվանչեն են կերտան, կուկան հեշվանչեն են կերտան, դες ոչ մի բան այս մարդկանցից մարզը օգուտ չի կարող ստանալ։ Եվ հա, ես ուրախացել եմ, որ Դավիթ Արուշանյանին բերել էին մարզբեդ Շիրակի մարզում, բայց արեք տեսեք, ով կաշխատի, նա մեր ընկերն է, ով չի աշխատի, նա մեր ընկերը չի։ Սա հասարակ տրամաբանություն է։ Կա աշխատանք ի նպաստ մարզի, ի նպաստ մարզի ժողովրդի, ի նպաստ Հայաստանի եւ Հայաստանի զարգացմանը, ուրեմն մեր ընկերն է։ Եթե չկա, տեսնում ենք, որ չկա, ուրեմն այլևս մեր ընկերը չէ։ Մինչև որ այդ պաշտոնի չհեռացի, պաշտոնի չհեռացնելուց հետո նորից կլինի մեր ընկերը։ Հիմա ված գացեք եւ բռնվեք։